Չեմ մուծի ոչ մի դեպքում։ Ինչի պետք է մեր ժողովուրդը այդ տեսակ խապեպաների, թալանջիների հետ ապրի։ Ռուսաստանի քաղաքացի 80-ամյա Միշա Պետրոսյանն արդեն 1 տարի է դատարաններից տուն չի գալիս։ Փորձում է մաքսավորներին ապացուցել, որ ըստ օրենքի հայրենիք մշտական բնակության վերադառնալով չպետք է իր անձնական օգտագործման գույքի համար մաքսավճար մուծի։ Ֆինանսների նախարարությունը մինչդեռ տուն եկած ծերունուց ավելի քան $1000 է պահանջում անձնական իրերի մաքսազերծման համար։ Այդ գողերին այդ ավազակներին, թալանջիներին ես ոչ մի կապեկ չեմ տա։ Հիմա բայց ավելի շատ փող եք ծախսում։ Այո, ավելի շատ փող եմ ծախսում, կծախսեմ, ավելի շատ կծախսեմ, թող իմ տղեկ ասում են, պապа, не связывайся, плати и уходи։ Нет, не буду платить։ Ամիսներ առաջ Առաջինացյանի դատարանը անհիմն է համարել ֆինանսների նախարարության պահանջը, պարտավորեցնելով անհապաղ վերադարձնել հայրենադարձի անձնական իրերը, քանի որ դրանց շարքում են նրա առողջության համար անհրաժեշտ բժշկական սարքեր։ Ֆինանսների նախարարությունը սակայն մտադիր չէ ընկրկել ու $1000 գանձելու համար հիմա էլ որոշել է վերաքննիչության դիմել։ Իմ կոշիկներն է, իմ կոստյումներն է, գեներալսկի մունդիրը, ֆորման, գեներալի կոչումն է, постельная принадлежность, это рубашки, костюмы, մենագինչ կատարա մեջ 3 հատ վիլկա, 3 հատ, 4 հատ վիլկա, 4 հատ լոշկա։ Ֆինանսների նախարարությունը պնդում է, ծերունին Հայաստան մշտական բնակության չի եկել, խախտելով օրենքը պետական սահմանը հատելիս անձնական օգտագործման իրերը չի հայտարարագրել եւ չի կարող օգտվել դրանք անվճար անցկացնելու արտոնությունից։ Մինչդեռ ծերունին հայրենի Արագածավանում արդեն տուն է կառուցել, այգի տնկել, միայն թե վաստակած հանգիստը վայելելու փոխարեն հիմա ստիպված է ուսումնասիրել անգամ Եվրասիական տնտեսական միության օրենքները։ Միության տնտեսական հանձնաժողովից ստացած պատասխանը եւս փաստում է։ Միության տարածքում մշտական բնակություն հաստատած քաղաքացին պարտավոր չէ վճարել անձնական իրերի տեղափոխման համար։ Բոլոր այս բաները ես ունեմ ստատուսը, ստացել եմ ստատուսը մշտական բնակիչի, իմ ապարանքը բերել եմ 18 ամսվա ընթացքում, запасել կա։ То есть ստկրած անկախ մաքսային արժեքից եւ քաշից։ Նախկին խորհրդային միությունում նավթարդյունաբերության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Միշա Պետրոսյանը 50 տարի արտերկրում է ապրել, տարբեր երկրներում որդիների հետ հաջող բիզնես է ծավալել։ Պնդում է, այս պայքարը միայն իրենը չէ, ինչի մասին նամակ է գրել նաև նախագահ Սերժ Սարգսյանին։ Ես ընդ գրել եմ, որ ֆինանսների նախարարությունը պետական օրգանիզացիա չի, դա մաֆիոզնի գրուպա է, որը թալանում է պետությանը եւ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հաշվառվել է Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան, երկաթուղայների, այսինչ հասցեում 1304-15-ին։ Սա նշանակում է, որ մշտական բնակության եք։ Ես այս տեսակ անօրինականություն ես աշխարհում չեմ տեսել։ Չկա։ Ողջ կյանքը դրսում անցկացրած ծերունին պատրաստվում է հաջորդ դատին, խոստովանում է, հայրենիքում դժվար է, բայց Հայաստանից գնալու մտադրություն չունի։ Ես ազնվությամբ ասում եմ, գիշերը միշտ է սարերը երազից էր գալիս։